Գործատուների ձայնը առանձին լսելի չէ, բայց երբ այն դառնում է հավաքական, արդեն կարող է ազդել որոշումների վրա։ Այս տրամաբանությամբ է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը փորձում ուժեղացնել իր դիրքը, այս անգամ արդեն միջազգային գործընկերների աջակցությամբ։ Հանդիպման նպատակը ծանոթացումն է ԱՄԿ գործընկերների հետ եւ իրենց կողմից ներկայացումը ըստ էության իրենց արդեն անցած ճանապարհով, փորձով Հայաստան են եկել աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչները, ոչ պարզապես հանդիպելու, այլ գնահատելու, որքան արագ է զարգանում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ ինչ է պետք հաջորդ փուլ անցնելու ու զարգանալու համար։ Կարող եմ աշխատանքի միջազգային կազմակերպության անունից նշել, որ Հայաստանի գործատուների միությունը ըստ էության թերևս աշխարհի ամենաարագ աճող համանման միություններից է եւ անդամների թվի առումով եւ առաջնորդության ղեկավարման եւ նաեւ իր տնտեսությունում իր ունեցած դերի առումով։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք դինամիկ ղեկավարություն, առաջնորդություն, որը ներկայացնում է տնտեսությունը գործատուներին եւ որպեսզի այն չկորցնի իր արդիականությունը եւ առաջ շարժվի, պետք է այնպես անել, որ ավելի շատ անդամներ ներգրավեն եւ միությունը ձևավորի տվյալների շտեմարան, որի հիման վրա կկարողանա խոսել իշխանությունների հետ։ Ու հենց այստեղ է առանցքային խնդիրը։ Շատ ընկերություններ սպասում են, որ միությունն ուժեղանա, հետո միանան, մինչդեռ տրամաբանությունը հակառակն է։ Այո, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ամենաարագ զարգացող կառույցներից է, ու սա նաև պարոն Համբարձումյանի էներգիայի շնորհիվ է։ Հիմա հասունացել է պահը, երբ Հայաստանի կարևոր ընկերությունները պետք է միության անդամ դառնան, շարունակելու այս հետագիծը։ Ցավոք շատերն են ասում, երբ միությունը ուժեղանա, կմիանանք, բայց միությունը ուժեղանում է հենց անդամների շնորհիվ, եւ միայն այդ պարագայում միությունը կկարողանա աշխատել եւ բարելավել օրենքները ձեզ համար։ Միությունը ճիշտ ուղու վրա է, բայց ավելի շատ անդամներ են պետք կառավարությանն ուղղվող ուղերձները ազդեցիկ եւ լսելի դարձնելու համար։ Այսօր միությունը փորձում է դառնալ ոչ թե անհատով պայմանավորված կառույց, այլ ինստիտուցիոնալ հարթակ, որտեղ բիզնեսը կարող է իր խնդիրները ձևակերպել ու հասցնել որոշում կայացնողներին։ Եվ բոլորիս նպատակը մեկն է՝ ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կարող է դիմակայել բոլոր մարտահրավերներին, թիմային, միասնական, համախմբված ձևով, որովհետև յուրաքանչյուր բիզնեսի ձայնը առանձին բնականաբար լսելի չէ։ Իսկ երբ որ բիզնեսները միավորվում են, ստեղծում են ասոցիացիաներ, առավել լսելի են դարձնում, իսկ երբ որ ասոցիացիաներն են միավորվում եւ համախմբվում են մի տանիքի տակ, որը համարվում է կառավարության պաշտոնական գործընկերը, այս պարագայում արդեն խնդիրը լուծվելու են ոչ թե սուբյեկտիվ դրսևորման հիման վրա, այլ ընդհանուր մանրակրկիտ վերլուծելով փորձագետների կարծիքները հաշվի առնելով։ Խնդիրները նույնն են գրեթե բոլորի համար՝ օրենսդրություն, աշխատուժ, կապերի պակաս, լուծումը միավորվել եւ խոսել ոչ թե զգացմունքներով, այլ տվյալներով։ Ողջունում եմ այսօր այս միության գործունեությունը, ինչու, որովհետև հաճախ մենք երբ առնչվում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորը չի կարողանում հստակ ձևակերպել այն խնդիրները, որոնք որ իրեն անհանգստացնում են եւ շատ հաճախ անպատրաստ է գալիս շփվելու կառավարության ներկայացուցիչների հետ։ Եվ նման միությունները եւ հատկապես Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որը այսօր կարծես թե ամենախոշորն է նմանատիպ միություններից մեկը եւ ձգտում է դառնալ նաեւ միավորված ազգերի կազմակերպության միակ ակրեդիտացված միությունը, հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ միությանը միավորել, այլ նաեւ անհատներին միավորել։ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այստեղ փորձում է դառնալ հենց այդ կամուրջը բիզնեսի եւ պետության միջև, ինչպես նաեւ Հայաստանի եւ միջազգային փորձի։ Սա հաշվի առնելով մի շարք միություններ արդեն որոշում են կայացրել միանալ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը։ Հայաստանում գործող ասոցիացիա ենք եւ շատ կարեւորելով ցանցային կապերի գործունակությունը մեզ համար էական նշանակություն ունի տարածաշրջանային դիրքավորումը։ Ունենք մի շարք նպատակներ եւ դրանցից մեկը բնականաբար միջազգային կապերի ստեղծումն է, փորձի փոխանակման հնարավորությունների ակտիվացումն է եւ դիտարկում ենք Հայաստանի գործատուների միությունը որպես հենց այդ կամուրջը Հայաստանի եւ արտերկրի միջև։ Բայց այս ամենը դեռ գործընթաց է, առաջիկա մեծ թեման ստվերային տնտեսության կրճատումն է, որտեղ բիզնեսի միասնական դիրքորոշումը կարող է վճռորոշ լինել։
Խնդիրները իշխանություններին փոխանցելով եւ այդ օղակը հանդիսանալով միությունը ցույց է տալիս պոտենցիալ անդամներին, ընկերություններին, որ ահա այս խնդիրները մենք կարող ենք հասցեագրել այն մարդկանց, ովքեր հենց նման հարցերի որոշում կայացնողներն են, եւ արդեն դրա շնորհիվ է, որ անդամությունը եւ անդամակցությունը հնարավոր է ընդլայնել։ Ինչ վերաբերում է դժվարություններին, միշտ ցանկացած սկիզբ ծանրաբեռնված է լինում ու դժվար, եւ հիմա գործատուների հանրապետական միությունը մի երկար ճանապարհ պետք է անցնի, զարգացնելով կարողությունները նեղ տեխնիկական կամ նեղ մասնագիտական, փորձագիտական իր գիտելիքները տարբեր ոլորտներում այս ամբողջ աշխատանքը կատարելու համար։ Միջազգային կառույցի անդամակցության մեկ կարևոր լավ օգուտներից մեր համար մեկը դա կլինի, որ մեր անդամները կարողանան միջազգային կառույցի միջոցով ստեղծել եւ նոր կապեր եւ իրավակարգավորումների միջազգային փորձի կիսում։ Այսպիսով ձևավորվում է հարթակ, որտեղ բիզնեսները կարող են ոչ միայն բարձրաձայնել իրենց խնդիրները, այլ նաև համատեղ ձևակերպել լուծումներ հիմնված տվյալների ու փորձի վրա, եւ որքան լայն լինի այս համագործակցությունը, այնքան ավելի համակարգված ու արդյունավետ կլինի երկխոսությունը պետության հետ։